Իրավաբանները հյուրընկալվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Արսեն Թորոսյանին։ Բարև ձեզ, պարոն Թորոսյան, շնորհակալություն մեզ հյուրընկալելու համար։ Ես եմ շնորհակալ գալու համար։ Պարոն Թորոսյան, ինչպես եք համատեղում պետական բարձր ծանրաբեռնված աշխատանքը եւ անձնական կյանքը, իդեպ սոցիալական հարթակներում բավականին ակտիվ եք, բացի այդ նաեւ ակտիվ սպորտով եք զբաղվում։ Եթե տենց շատ կարճ ժողովրդական լեզվով ասեմ մի կերպ, բայց եթե բացատրելով, ապա հիմնականում անձնականը շատ դժվար է, որտեղ երեխաներս, ընտանիքս շատ բողոքում են եւ չեմ կարողանում ես իրենց բողոքներին տենց լեգիտիմ պատասխաններ տամ, թե ինչի միշտ չկամ, իսկ ակտիվությունը հիմնականում սպորտային առավոտյան շուտ զարթնելու շնորհիվ է, հիմնականում ձմեռային ժամանակ 6-ից ուշ չեմ զարթնում, իսկ ավելի տաք, երբ որ շուտ է լուսանում, 5:30-ից ուշ չեմ զարթնում, հասցնում եմ այդ ամեն ինչ անել, մինչև աշխատանքը սկսվել է։ Բայց գլոբալ բարդ մարտահրավեր է իհարկե բոլոր զբաղված պետական պաշտոնյաների համար համատեղել այդ բալանսը ճիշտ պահել, որտեղ աշխատանքը երբեք չի վերջանում մեր, նույնիսկ չէ քչանում, որ ասես այսօր ինչ լավ էր, քիչ էր, վաղը կամ երեկոյան, չգիտեմ, ավելի ազատ կարող եմ լինել կամ վաղը ավելի հանգիստ կլինեմ, ել չասած շաբաթ-կիրակիները միշտ կապի մեջ լինելը, հիմա գիտեք աշխատանքը նաև չի սահմանափակվում աշխատասենյակով, հա, մենք հեռախոսով, համակարգչով միշտ աշխատանքի մեջ ենք, բայց մենք ենք ընտրել այսպես ասած այս ճանապարհը, շատ բողոքելու տեղ չունենք, համարում ենք, որ այդ զոհողությունը, որը կարող է հիմա պաթետիկ հնչել, բայց օրինակ երեխաների տեսանկյունից դա ակնհայտորեն զոհողություն է, ընտանիքի տեսանկյունից, այդ զոհողությունը անում ենք մի ավելի կարևոր բանի համար, օրինակ, ասենք այլ երեխաների համար, հա, երբ որ իմ երեխաներից ինձ բողոքում են, թե ես ինչի չկամ իրենց կողքին այս կամ այն օրը, այս կամ այն միջոցառմանը, փորձում եմ բացատրել, ասում եմ, գիտես, որտեվ օրինակ մի կարևոր քննարկման էի կամ միջոցառման էի, որտեղ տասնյակ, հարյուրավոր, երբեմն հազարավոր երեխաների մասին հարցեր քննարկվում ու բոլոր երեխաները մեր համար կարևոր են, խնդրում եմ իմ որպես իմ երեխա ինձ ների, որ ես կարողանամ այլ երեխաների հարցերով զբաղվել։ Նույնը ծնողների դեպքում, հա, ծնողներիս եմ հազվադեպ տեսնում, թեև իրենց մասը ավելի հետաքրքիր է այն իմաստով, որ պիտի շատ շփվես, որտեվ մեծ են եւ այլն եւ այդպես շարունակ, բայց նաեւ զբաղվում ենք օրինակ բոլոր տարեցների հարցերով, ավակ սերնդի հարցը մեր էլի նախարարության ենթակայության տակ է, բայց սա շատ տենց դիլեմա է, հա, փիլիսոփայական, որի մասին միշտ մտածում ես ու փորձում ես ինչ-որ լուծումներ գտնել։ Մի բան վերադառնանք 2018-ից 2021 թվականներ, երբ դուք զբաղեցնում եք առողջապահության նախարարի պաշտոնը, դա այն ժամանակ էր, երբ երկրում ծանր ճգնաժամային իրավիճակ էր, մասնավորապես COVID համավարակներ։ Համավարակի ընթացքում հաճախ հնչում են մեղադրանքներ առողջապահական համակարգի անկազմակերպ լինելու վերաբերյալ։ Ի վերջո, ում վրա էր հիմնական պատասխանատվությունը, համակարգի, բժիշկների, թե նախարարության ղեկավարության։ Նախ ես չեմ համաձայնվի, որ հաճախ հնչում էին մեղադրանքներ անկազմակերպվածության վերաբերյալ, լրիվ հակառակն էր հնչում այն ժամանակ, այդ ուրիշ բան, որ դրանից հետո, երբ որ ամեն ինչ հանդարտվեց, ոմանք իրենց իրավունք վերապահեցին, այտենց ռևիզիոնիզմով զբաղվել, վերանայելու, թե ինչեր է ժամանակ տեղի ունենում, առողջապահական համակարգը, որը իդեպ սրա մի հարկ ներքև, ուղիղ այս ներքևի սենյակում է ղեկավարվում, որտեղ մեր քննարկումների սենյակներ ու շտաբային վիճակով ընդեղից էր ամեն ինչ կառավարվում, աշխատել է գեր կազմակերպված վիճակում եւ եթե այդպես չլիներ, մենք կունենայինք հազարավոր ավելի զոհեր, մի հիվանդությունից, որը նոր էր, ոչ մեկ չգիտեր, ահռելի մեծ ռեսուրսներ էր պահանջում կառավարելու համար, թե մարդկային, թե ֆինանսական, թե այլ տեսակի սարքավորումներ, դեղեր, թթվածին եւ այդպես շարունակ, եւ մեր առողջապահական համակարգը պատվով է դուրս եկել այդ ամեն ինչից եւ ես չեմ հոգնի շնորհակալություն հայտնել մեր հազարավոր բժշկական կենտրոնների տնօրենների, բժիշկների, բուժքույրերի, մայրապետերի, դեղագործների եւ մնացած բոլոր մասնագետներին այդ ամեն ինչը իրենց ուսերի վրա կրելու համար, իհարկե նաեւ մեր կառավարության գործընկերներին, որտեղ առանց վարչապետի ու կառավարության մյուս գործընկերների դա դժվար կլիներ անել, որովհետեւ ըստ էության համակարգին տրվել է այն ինչ նրանց պետք է եղել այդ ամեն ինչը անելու համար, ես նկատի ունեմ էլի ռեսուրսների տեսանկյունից, որոշումները, որոնք արագ կայացնում ենք, ամեն օր համարյա նիստ էինք անում վարչապետի գլխավորությամբ
ամփոփում էինք տվյալները, ամեն օր մի հիվանդանոց վերապրոֆիլավորվում էր COVID-ի համար, հետո հետ էր վերապրոֆիլավորում, ալիքներ ունեինք։ Չեմ ասում պատերազմը, բայց էլ են մոռանում պատերազմ եւ COVID միաժամանակ։ Սեպտեմբերի եւ հոկտեմբերի ընթացքում մեր երկրորդ ամենամեծ ալիքն ա եղել COVID-ի։ Մենք Ստեփանակերտի նկուղներում COVID ենք բուժը, նույնիսկ այդ օրերին Երևանից գործուղված հատուկ մոբիլ խմբերով։ Այդ տարիներին հանրության շրջանում նաև բարձրացան դժգոհություններ կապված բարձր մահացության, որոշ դեպքերում բժիշկների սխալ ախտորոշումների եւ առողջ մարդկանց կորստի դեպքերի հետ։ Ինչ կասեք այդ քննադատություններին եւ ինչ դասեր եք քաղել այդ ծանր տարիներից։ Ես ճիշտն ասած չգիտեմ, այդ ինչ քննադատության մասին եք խոսում, նորից եմ կրկնում, հիվանդությունը ծանր հիվանդություն էր եւ հազարավոր մարդիկ են մահացել եւ մեր մահացության թվերը մեր պես երկրների եւ նաեւ շատ ավելի հարուստ երկրների հետ համեմատած շատ ցածր են եղել եւ առողջ մարդիկ էլ են իհարկե մահացել, երիտասարդ, այդ թվում իմ տարեկից, բայց մահացողների ճնշող մեծամասնությունը ունեցել են քրոնիկ հիվանդություններ, շաքարային դիաբետ, գիրություն, սիրտանոթային հիվանդություններ, թոքերի օբստրուկտիվ հիվանդություններ, բայց եղել են նաեւ կայծակնային արագ դեպքեր եւ շատ հիվանդությունների դեպքում էլ հատկապես այս անհայտ եւ ծանր հիվանդության ժամանակ էլ եղել են նաեւ այդպիսի մահեր, բայց եթե մեր բժիշկները եւ իրենց գիտելիքների եւ իրենց ամենօրյա աշխատանքի այդ ներդրումով չաշխատեին, դրանք կլինեին հազարներով ավել։ Պարոն Թորոսյան, համավարակի ընթացքում հարուցվել են քրեական գործեր առողջապահական համակարգում թույլ տրված հնարավոր չարաշահումների, անփութության կամ պաշտոնյական խախտումների առնչությամբ։ Արդյոք որևէ քրեական գործով ներգրաված եք եղել, եթե այո, ապա ինչ կարգավիճակով։ Ուրեմն համավարակի ժամանակ ոչ մի քրեական գործ հարուցված չի եղել։ Եվ ըստ էության չէր լինի, եթե չլիներ մի շատ քաղաքականացված այդպես բեմադրություն ազգային ժողովից սկսված, որը ցավոք սրտի մինչ օրս ինչ որ կերպ դրա հետքերը դեռ կան, եւ որ Լուսավոր Հայաստան, եթե չեմ սխալվում, խմբակցությունը ինչ որ քննիչ հանձնաժողով ստեղծեց հենց կա համավարակի ժամանակ, երբ որ պետք էր հակառակը մարդկանց կոչ անել, որ կանոններին հետևեն, իրանք տենց բանով էին զբաղվում, շահարկումներով։ Հետո այդ հանձնաժողովը քննիչ ինչ որ հաղորդում ուղարկեց հաշվեկնիչ պալատ։ Հաշվեկնիչ պալատում այդ պալատի նախկին անդամ Կարկառուն ՀՀԿ-ական Աբրամ Բաղչագուլյանի գլխավորությամբ մի հատ խայտառակ հաշվեկնություն արվեց, որը տենց պարզապես ոչ մի աղերս չուներ իրականության հետ, այսինքն տարական բաներ էր գրած, որ կարելի էր ասել հո դուք անգրագետ չեք, ես ինչեր եք գրել, ասենք բան, ինքնաթիռով ապրանք ենք բերել Չինաստանից, ասում է բանա, ապրանքների կեսը բանա չի մաքսազերծվել, կեսը մաքսազերծվել է, կեսը մասնավոր է եղել, կեսը պետական է եղել, իհարկե տենց է եղել, որովհետև այդ ապրանքների կեսը պետք էր մաքսազերծել, մյուսը պետք չէր մաքսազերծել, եւ քանի որ ոչ մի ինքնաթիռ չէր թռնում Հայաստան, մենք էլ ինքնաթիռ էինք թռցնում, ասում ենք ուրիշ ինչ կա բերելու երկիր, որովհետև արտակարգ դրություն, արտակարգ իրավիճակ, ու դա ներկայացած է որպես հանցագործություն, հասկանում եք, ոչ թե ներկայացված է այդպես մոտավորապես այդ մարդկանց մեդալ տվեք, որ այդ ամեն ինչը արել են։ Հետո իհարկե քրեական գործեր հարուցվեցին տարբեր տեսակի, ես որևէ գործում որևէ ձև ներգրաված չեմ եւ չեմ էլ կարող լինել, ավելին ես ինքս եմ հրապարակային եւ հիմա էլ առիթը օգտագործելով ասում եմ, որ պատրաստ եմ ցանկացած իրավիճակի վերաբերյալ վկայություն տվել եմ, բայց այդ ամեն ինչը արել եմ տենց մոտավորապես խնդրելով, էլի, որ խնդրում եմ ինձ էլ լսեք, որտեվ ինձնից ավելի լավ ոչ մեկ այդ ամեն ինչը չգիտի։ Իդեպ այդ գործերի մի մասն էլ ընդհանրապես իմ պաշտոնավորման ժամկետի ժամանակ չի եղել, հետո է եղել, բայց ես ճշմարտությունը պաշտպանելու սկզբունքով չեմ վարանել նաև հրապարակային դրած մասին խոսել, անկախ նրանից դա երբ է դա տեղի ունեցել, որտեվ եթե մի բան ճշմարտություն է, դա ավելի թանկ եւ կարևոր է, քան թե լռելը, ասել դա իմ հետ ինչ կապ ունի։ Ես գործ չունեմ էլի այդ ամեն ինչի հետ։ Ձեր քաղաքական ուղին վերջին տարիներին բավականին փոփոխական է եղել։ Նախարար, ապա վարչապետի աշխատակազմի ղեկավար եւ այժմ կրկին նախարար։ Կարծիքներ կան, որ այս նշանակումները պայմանավորված են ոչ այնքան արդյունավետությամբ, որքան քաղաքական թիմի ներսում վստահությամբ։ Ինչ կպատասխանեք այն քննադատություններին, որ ձեր առաջխաղացումները պայմանավորված են ավելի շատ կուսակցական դիրքավորմամբ, քան արդյունքներով։ Ես կարծում եմ, որ նախ այդ առաջ խաղացում բառը չգիտեմ ինչքանով է կիրառելի, որտեղ ես տարբեր պաշտոններ եմ զբաղեցրել, այտենց բավական համարժեք իրար,
պայմանավորված են եւ արդյունավետությամբ եւ ոչ թե քաղաքական ինչ բառ օգտագործեցիք, հավատարմությամբ, հա, Քաղաքական վստահությամբ։ հա, վստահությամբ, բա առանց դրա ոնց կլինի, ասենք ոնց կարա դու լինես նախարար եւ քո քաղաքական թիմի կարծիքները չկիսես այս կամ այն հարցի վերաբերյալ, հակառակը, ես կարծում եմ, որ պիտի կիսես եւ պիտի առաջնորդես այդ ամենը եւ ես ինձ համարում եմ այդ առաջնորդության առաջամարտիկներից մեկը իմ շատ գործընկերների հետ, իսկ որոշումները նշանակելու կոնկրետ նախարարել եւ վարչապետի աշխատակազմի ղեկավար վարչապետն է կայացնում իր հայեցողությամբ հաշվի առնելով բազմաթիվ գործոններ ազգային ժողովում էլ էլի ես հայտնվել եմ լինելով մեր նախընտրական ցուցակում եւ մենք որոշում ենք կայացրել վարչապետի հետ, որ ես այդ փուլում իմ գործունեությունը կշարունակեմ ազգային ժողովում եւ այդտեղ որևէ ստորջրյա քարեր չկան, ամեն ինչ շատ հրապարակային եւ թափանցիկ է։ Հիմա էլի առաջարկ է եղել, որը ես ընդունել եմ եւ շարունակում եմ այդտեղ աշխատել, հետագայում էլ կերևա իրավիճակը ցույց կտա ընտրություններից հետո արդեն նոր կառավարություն, նոր նշանակումներ։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում ընդամենը 5 ամիս մնացիք։ Կարող եք ստակասել, դա քաղաքական որոշում էր, թե աշխատանքի գնահատականի հետևանք։ Ես եղել եմ ամենածանր փուլում վարչապետի աշխատակազմի ղեկավար, հետո եղել են ընտրություններից հետո որոշում են կայացրել տեղափոխվել ես ազգային ժողով եւ 4 տարի եղել եմ ազգային ժողովի падգամավոր։ Այժմ ձեզ նոր հնարավորություն է տրվել զբաղեցնել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը։ Ինչպիսի առաջնահերթություններ եւ ծրագրեր եք նախատեսում այս պաշտոնում եւ ինչ նպատակներ եք տեսնում առաջիկա 1-ից 2 տարիների ընթացքում։ Ընդհանուր առմամբ կառավարության ծրագրի իրականացումն ենք շարունակում մեր օրակարգը սպասարկելով, տարբեր շահառուների հարցերը լուծելով, դրանք կլինեն երեխաները, տարեցները, կանայք, մեր սոցիալական տարբեր խմբեր, հաշմանդամները, այսինքն այդ ամբողջը մեր ամենօրյա գործունեությունն է եւ շատ մեծ ծավալի աշխատանք է։ Պարոն Թորոսյան, վերջերս կայացան քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներքին ընտրությունները եւ դուք ընդգրկվեցիք առաջին 50-յակում։ Ինչպես է գնահատում այս արդյունքը եւ ինչ նշանակություն ունի ձեզ համար։ Արդյունքը գնահատում եմ նորմալ, այն իմաստով, որ եղել են ժողովրդավարական ներկուսակցական ընտրություններ եւ արդյունքը արտահայտում է քո դերը եւ կշիռը կուսակցությունում։ Ես 10-րդ համարն եմ այս ընտրություններում եղել եւ ես կարծում եմ, որ դա նաեւ պարտավորեցնող արդյունք է շարունակելու թե կուսակցական գործունեությունը, թե քաղաքական գործունեությունը։ Ինքնին ընտրությունները շատ կարեւոր են թե հենց մեր կուսակցության համար, թե ընդհանրապես Հայաստանի Հանրապետության քաղաքական համակարգի համար, որովհետեւ դրանք նշաձող են սահմանում նաեւ մյուս քաղաքական ուժերի համար եւ ես վստահ եմ, որ ժողովուրդը աստիճանաբար նաև վստահություն ձևավորելիս այս կամ այն քաղաքական ուժի նկատմամբ հաշվի առնելու թե այդ քաղաքական ուժի ներսում արդյոք կա ժողովրդավարություն, թե օրինակ մի հոգի որոշում է ամեն ինչ, ինչպես շատ կուսակցություններում նախկին կամ ներկա այդ կարևորել չի արդեն մեր մոտ մեր կուսակցությունում որոշումները կայացվում են մեր ընտրողների, մեր պատվիրակների կողմից, իսկ պատվիրակներն էլ ընտրվում են կուսակցականների կողմից, այսինքն անմիջական ժողովրդավարական գործընթացներով է տեղի ունենում եւ սա նշանակում է, որ դա մեր համոզմունքն է, մեր ներքին համոզմունքն է, մենք կարող ենք դա չանել, մենք կարող ենք այս ընտրությունները ընդհանրապես չանել, այլ պարզապես 30 հոգու ցուցակ ներկայացնել համաժողովին, որը կհաստատվեր եւ կգնայինք ընտրությունների, բայց մենք հավատում ենք, որ նախ ուժեղ ցուցակ ձևավորելու համար եւ որակյալ ցուցակ ձևավորելու համար ժողովրդավարությունից ավելի լավ գործիք պարզապես չկա, որտեվ ով էլ դա լինի 1 հոգի, 5 հոգի չի կարողալ ավելի իմաստուն որոշում կայացնել, քան 1000 հոգին, այս դեպքում մեր 1000 պատվիրակները, եւ սա առաջի անգամ չի, որ մենք անում ենք, մենք մեր վարչության ընտրություններն ենք այդպես արել, ես էլ ընտրվել եմ վերջի 3 վարչություններում վարչության անդամ եւ այդպես ենք անելու, մենք դեռ ունենք իհարկե գործընթաց, անելու ենք ներկուսակցական քարոզարշավ, որը մի քանի շաբաթ կտևի եւ որից հետո կլինի երկրորդ փուլը ընտրությունների եւ առաջի 50-յակը կվերադասավորվի ինչ որ չափ, որտեղ պատվիրակները նաեւ կորոշեն վերջնական տեղերը 50-յակի, երկրորդ 50-յակը վարչությունը կդասավորի
եւ 100-ից ավել էլի վարչությունը կդասավորի ու մենք կգնանք ընտրությունների արդեն մեր նախընտրական ծրագրով, մեր կատարած աշխատանքով ժողովրդին ներկայացնելու են ամեն ինչ արել ենք եւ պատրաստվում ենք անել եւ հայցելու քվե շարունակելու այն բարեփոխումները եւ այն պետության ուժեղացումն ու խաղաղության դարաշրջանը, որ մենք ունենք Հայաստանի Հանրապետությունում, հույս ունենալով, որ այդ ամեն ինչը հենց այդպիսի արձագանք է կստանա եւ ժողովուրդը ճիշտ կգնահատի, թե արդյոք ինչպիսի ապագա է ուզում, տենց անկայուն եւ մշտական կոնֆլիկտային, թե կայուն եւ զարգացմանը տանող միջավայր, ես վստահ եմ, որ ամեն դեպքում ժողովուրդը ճիշտ ընտրություն է կատարելու եւ նաեւ ըստ էության ժողովրդավարությունը եւ ժողովուրդը հաղթելու է ընտրությունների արդյունքում, որտեվ այլ տարբերակ չի կարող լինել։ Եվ վերջին հարցը, պարոն Թորոսյան, անդրադառնանք աշխատանքային պայմանագրերի թվայնացման գործընթացին, վերջերս այս թեման բուռն քննարկման առարկա դարձավ, սահմանվեց ժամկետ, թե երբանից պետք է անցում կատարվի էլեկտրոնային աշխատանքային պայմանագրի կնքմանը, սակայն առաջ եկան մի շատ խնդիրներ, որոնց պատճառով գործընթացը կրկին հետաձգվեց։ Ինչ լուծումներ եք առաջարկում այս իրավիճակում։ Գործընթացը հետաձգվել է հիմնականում մի պատճառով, որ մեր բազմաթիվ քաղաքացիներ դեռևս չունեն նույնականացման քարտեր եւ հետեւաբար նաեւ էլեկտրոնային ստորագրություն, որը անհրաժեշտ է էլեկտրոնային պայմանագրերը կնքելու համար։ Եվ մենք հետաձգեցինք 1.5 տարով այդ գործընթացը, որպեսզի մեր քաղաքացիներ հասցնեն վերցնել իրենց նույնականացման քարտերը, նաև նոր քարտերը, երբ որ սկսեն տրամադրվել այս տարվա աշնանից, նոր տեսակի քարտեր վերցնեն, նոր բիոմետրիկ անձնագրերի հետ մեկտեղ, գիտեք, նոր էլեկտրոնային ID քարտեր են տրամադրվելու։ Որոշակի բարդություններ կար նաև Հայաստանից դուրս ապրողների հետ կապված, Հայաստանի ներսում ապրող օտարերկրացիների հետ կապված, այդ ամեն ինչը փորձել են կարգավորել մեր վերջերս ընդունված օրենքով եւ որևէ քաղաքացու աշխատանքային իրավունք ըստ էության ոտնահարված չի լինի եւ բոլորը կկարողանան առնվազն այս ժամանակահատվածում նաև թղթային կնքել, թեև էլեկտրոնայինն էլ է ուժի մեջ լինելու, կարող է նաև էլեկտրոնայինն էլ կնքել պայմանագրերը աշխատանքային։ Շնորհակալություն զրույցի համար։